18 ռեստորան, 13 տարբեր հայեցակարգով։ Ավելի քան 2 տասնամյակ է Երեմյան ընկերությունների խումբը Հայաստանում զարգացնում է հյուրընկալության ոլորտը։ Տարբեր խոհանոցներ, ճաշացանկեր, մոտեցումներ, բայց մեկ ընդհանուր պահանջ՝ անփոփոխ բարձր որակ։ Այդ չափանիշների պահպանման պատասխանատուներից մեկն էլ ընկերության բրենդ շեֆի տեղակալ Գևորգ Իսպիրյանն է։ Նրա աշխատանքային օրը սկսվում է վաղ առավոտից։ Առաջին կարևոր քայլերից մեկը մթերքի ընտրությունն է, ապա հետևումը, որ ուտեստի թե պատրաստման գործընթացը, թե վերջնական արդյունքը համապատասխանեն սահմանված չափանիշներին։ Այս աշխատանքը շարունակվում է ամբողջ օրվա ընթացքում, մինչև ուշ երեկո։ Մեզ համար առանձնահատուկ կարևոր է յուրաքանչյուր ուտեստի անկախ նրանից այն մատուցվում է այսօր, թե մեկ տարի հետո, ունենա նույն բարձր որակը և համային բնութագիրը։ Հյուրի համար կարևոր է ոչ միայն համեղ ուտեստը, այլ ամբողջական փորձառությունը։ Երբ հյուրերը գալիս են ռեստորան, նրանք գալիս են զգացողությունների հետևից և ցանկանում են վստահ լինել, որ օգտագործվող մթերքը թարմ է և բարձրորակ։ Հաջողված աշխատանքի կարևոր բաղադրիչը նաև այն մարդիկ են, որոնք ամեն օր ստեղծում են որակյալ արդյունք։ Ընդ որում դրա համար անհրաժեշտ է ոչ միայն խոհարարների մասնագիտական հմտությունը, այլև այն արժեքները, որոնց շուրջ ձևավորվում է ամբողջ թիմի աշխատանքը։ Երեմյան ընկերությունների խմբի յուրաքանչյուր ռեստորանի խոհանոց ունի իր յուրահատկությունը, ձեռագիրը, սակայն բոլորին միավորում են նույն սկզբունքները՝ բարձր որակ, ստեղծագործ մոտեցում և կայուն համեր։ 20 տարի առաջ, երբ Երեմյան ընկերությունների խումբը սկսեց իր գործունեությունը հյուրընկալության ոլորտում, խոհարարի մասնագիտության հանդեպ բազմաթիվ կարծրատիպեր կային, սակայն այսօր արդեն խոհարարի աշխատանքը համարվում է պատվաբեր, մրցունակ և ցանկալի երիտասարդ սերնդի համար։ Գևորգ Իսպիրյանն ասում է, նորեկներին առաջին հերթին սովորեցնում են, որ խոհարար լինելը պարզապես ուտեստ պատրաստելը չէ, դա մշակույթ է, պատասխանատվություն և շարունակական զարգացում։ Նորեկներին փոխանցում ենք մեր աշխատանքի հիմնական արժեքները, մթերքների ճիշտ ընտրությունը, որակի նկատմամբ պահանջկոտությունը, թիմային աշխատանքի կարևորությունը և հյուրերի հանդեպ հոգատար վերաբերմունքը։ Խոհարարի մասնագիտությունը նաև ավանդույթների պահպանման և փոխանցման մասին է։ Ժամանակակից մոտեցումների կողքին կարևոր է ճանաչել սեփական խոհանոցի արմատները, հասկանալ այն պատմությունն ու մշակույթը, որոնք փոխանցվել են սերնդեսերունդ։ Հենց այդ ժառանգությունն է, որ շարունակում է ոգեշնչել խոհարարներին, նորովի ներկայացնելու հայկական ավանդական ուտեստները։ Հայկական խոհանոցը ունի բազում ուտեստներ, դժվար է առանձնացնել մեկը, բայց իմ սիրելի ուտեստներից է խորվուն, դա գառն է, երբ որ կախում են թոնրի մեջ, մեր պապերը, նախնիները միշտ հարսանիքներին, կնունքներին, լավ առիթներին դա են մատուցել և հետս հետ է նաև դարձել է իմ սիրելի ուտեստը և շատ մեծ սիրով նաև պատրաստում եմ ես դա։ Երեմյան ընկերությունների խմբի բրենդ շեֆի տեղակալն ասում է, ամենամեծ ձեռքբերումն այն է, երբ ուտեստը դառնում է ավելին, քան պարզապես համ, երբ հյուրն իր հետ տանում է ոչ միայն համային տպավորություն, այլև ջերմ հիշողություն և կրկին վերադառնալու ցանկություն։ Յուրաքանչյուր ափսեի մեջ դրված է թիմի աշխատանքը, տարիների փորձը և այն արժեքները, որոնք շարունակաբար փոխանցվում են։ Հենց այդ նվիրվածությունն է, որ պահպանում է որակի չափանիշը, յուրաքանչյուր հյուրի համար ստեղծելով վստահելի և յուրահատուկ փորձառություն։